Չէ։ Բարի երեկո սիրելի ընկերներ, հայրենակիցներ, գաղափարակիցներ, գուցե նաև ոչ գաղափարակիցներ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ձեր թանկ ժամանակից տրամադրել եք ու կիրակի օրով փոխանակ հանգստի լինեիք, ձեզ անհանգստացրել եք, եկել եք այստեղ ընդհանուր քննարկումներ անելու, սա նաև խոսում է վստահության մասին կամ ինչ-որ մի փոքր հույս ունենալու մասին, որը մեզ հանրային կամ քաղաքական որոշակի դերակատարություն ստանձնած մարդկանց ոգեշնչում է, համենայն դեպս ես այդպես եմ մոտենում։ Եվ այո, շատ կարևոր է լսել մեկը մյուսին, լսել մեկը մյուսի խոսքը, լսել եւ հարգել, հարգանքով մոտենալ, անկախ նրանից, եթե դուք այդ դիրքորոշումը չեք կիսում։ Եվ ոչ միտեղ գրված չի եւ պարտադրված չի, որ որևէ մեկը պետք է բացարձակ միակարծիք լինի, որովհետեւ եթե մենք խոսում ենք ժողովրդավարական արժեքներից, համամարտկային եւ այլն, բոլորը խոսում են, բայց չգիտես ինչի, բոլորը այդ արժեքները ոտնակոխ անելով անցնում են առաջ, հենց առաջինը անարգանք դրսևորելով մեկը մյուսի հանդեպ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում են այդ համբերատարությունը ցուցաբերել, լսել դիմացինին, որովհետեւ յուրաքանչյուրի ասածի մեջ մի փոքր չամիչ կարող է ճշմարտության լինի եւ այդ չամիչը կարելի է օգտագործել հանրային համընդհանուր շահ ձևավորելու համար։ Ուզում եմ անդրադարձ կատարել սահմանադրական փոփոխություններին։ Ես ինչու համաձայնեցի Հայկի, Արսենի Թավադյան, նաև Վարդանի եւ Հովանեսի հետ միանալու այսպես կոչված հանրային այս օրակարգին համարելով դա կարևորագույն թեմա, որքան էլ որ տարբեր հանրային գործիչներ փորձում են մեզ ասել, որ եթե սահմանադրության փոփոխությունից խոսում եք, Ալիևի ջրաղացին եք ջուր լսում, որովհետև մեկ էլ Ալիևն է ուզում սահմանադրությունը փոխի եւ Նիկոլ Փաշինյանը ոչ։ Այս թեմայի մասին պետք է պարտադիր է խոսել, որովհետև որևէ տեղ գրված չէ, որ այն բոլոր թղթերը, փաստաթղթերը, որոշումները, որ 30-ամյա մեր հանրապետության պատկան մարմինները, նաև քաղաքական պաշտոնյաները պատասխանատվություն են վերցրել իրենց վրա գրելու, ստորագրելու եւ դրանով որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը, դրանք բացարձակ ճշմարտություն են։ Դրանք ենթակա են միշտ փոփոխման, լավարկման, ավելացման, պակասացման։ Եվ նաև մի այսպիսի կարծիք, որ այո, համաձայն եմ Արամի հետ, դրանք չեն եղել մեր քաղաքացիների պատվերը եւ այսօր պիտի դառնան մեր քաղաքացիների պատվերը, ինչպես դրա մեխանիզմներ կա։ Այդ բոլոր մեխանիզմները Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներով կան ամրագրված, բայց այդ օրենքների տեղը երբեմն չգիտենք։ Օրինակ 2023 թվականին մենք չգիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս կարող են օրենսդրական նախաձեռնություն բերել եւ այդպես ձևավորվեց հայակվե քաղաքացիական նախաձեռնությունը։ Շատերը ասում են դա ձախողում էր, ես ասում եմ, որ դա հաջողություն էր, որովհետև մենք կարողացանք 50,000-ից ավելի քաղաքացիների համաձայնությունը մեկ օրակարգի, հայրենանվեր օրակարգի շուրջ ստանալ։ Հիմա այդ պետական պատվերը, ժողովրդից եկած պատվերը ո՞նց պիտի իջեցվի։ Հանրային խորհուրդներ գոյություն ունեն, վարչապետին կից, չգիտեմ, նախարարներին կից, չգիտեմ, ելուն կից, որևէ մեկը մեզանից կամ քչերը, լավ, շատ քչերը գիտեն այդ խորհուրդների մասին, հանրային խորհուրդներ գոյություն ունեն, չէ՞։ Հանրային խորհուրդներում հասարակության տարբեր շերտերից տարբեր մասնագետներ եւ հեղինակավոր մարդիկ են ներգրավում, ովքեր հենց այսպիսի հարցերի շուրջ պիտի արտահայտեն իրենց կարծիքը, թուղթը գրիչը վերցնեն եւ սկսեն գրել ժողովրդի համար կարևոր, ցանկալի ու պարտադիր օրակարգերը։ Ինչպիսին է առաջարկս։ Առաջարկս հետևյալն է, իսկ ինչու մենք չենք կարող ինքներս այդ հանրային խորհուրդները ձևավորել, տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտներին վերաբերող, թեկուզ են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ի վերջո այն փոփոխությունները, որ փորձում է բերել եւ անել Նիկոլ Փաշինյանը, այդ փոփոխությունները ձևավորվել է հասարակական տարբեր շերտերի կողմից։ Մեկ անուն հնչեցնեմ, Դանիել Իոաննիսյան & Co. Այդ մարդիկ հասարակական կազմակերպություններ են ղեկավարում, ամիսներ եւ տարիներ շարունակ աշխատել են այդ օրակարգերի շուրջ,
հետո էլ կարողացել են իշխանությանը մոտ գալ, այդ իշխանությանը լավ ուրիշ ձևակերպումներ չասեմ, ուղղակի այդ իշխանությանը մոտ կանգնել եւ իրենց գրածը թղթի վրա բերել, մատուցել, հրամցնել որպես լավագույն տարբերակ ու փորձել անցկացնել։ Ասածս հետեւյալն է. անցկացնել, բայց հիմա մեզ սպասում է շատ ավելի մեծ իրենց կողմից բերված փոփոխություններ, որին պետք է դիմադրություն ցույց տալ, որովհետեւ արդեն կարիք չկա, հա, փաստեր բերել, ապացուցել, խոսել հերթական անգամ, թե այդ օրակարգերը ինչպիսին են, այդ օրակարգերը, որոնք բացարձակ չեն բխում հայ ազգային շահերից։ Հետևաբար մենք կարող ենք եւ պետք է մեր հանրային օրակարգը ձևակերպենք հենց այսպիսի հանրային խմբեր, հանձնախմբեր ստեղծելով, ներգրավելով արժեքավոր մարդկանց, փորձ ունեցող, գիտելիք ունեցող մարդկանց, ովքեր իրենց լավագույն արժեքները կբերեն եւ կձևավորեն հանրային այդ պատվերը։ Շնորհակալ եմ շատ, ես կարծում եմ, որ հաճախակի պիտի կազմակերպել նմանատիպ հանդիպումները առաջին հերթին, որպեսզի լսենք մեկս մյուսիս։ Տարբերություն չկա։ Բարի ուշ երեկո բոլորին, իրականում մի տարբերություն